Իլհամ Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների երկու խումբ վերադարձնել Հայաստան, գրել է հրապարակ օրաթերթը։ Ըստ պարբերականի տեղեկությունների մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում 3։ Այս խմբում սակայն ներառված չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեջբերում օրաթերթից։ 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք, մեջբերման ավարտը։ Ըստ պարբերականի այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր, հայտնել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Այս տեղեկությունը Սահակյանին փոխանցել է Վարդանյանի ընտանիքը։ Պաշտպանի տեղեկություններով այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։ Չգիտենք նոր բանտում գերիներին ինչ պայմաններում են պահում, միայն թույլատրում են ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցը։ Առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու գերիների տեղափոխումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ասել է Սահակյանը։ Մինչ օրս Բաքուն որևէ լեզվով չի տրամադրել գերիների դատավճիռները։ Սիրանուշ Սահակյանի խոսքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին դրանք տրամադրել մինչև օգոստոսի 31-ը։ Հայաստանում հեղուկ գազի մատակարարումների բնականոն ռիթմի խաթարումը պայմանավորված է Լարսի անցակետում առաջացած կուտակումներով եւ լոգիստիկ ժամանակավոր դժվարություններով, ինչի հետևանքով որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, պարզաբանել է էկոնոմիկայի նախարարությունը։ Ըստ գերատեսչության հեղուկ գազի գնի վրա կարող են ազդել ինչպես լոգիստիկ խնդիրները, այնպես էլ միջազգային շուկայի տատանումները, սակայն պատասխանատու մարմինները իրականացնում են մշտադիտարկում անհիմն թանկացումները բացառելու համար։ Բյուրեղավան համայնքի խմելու ջրում հայտնաբերվել են շեղումներ, կոլիֆորմ մանրեներ, հայտնել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Ապրիլի 21-ին արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, իրականացվել էր ջրի նմուշառում, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն արդեն իրազեկվել են։ Ներկայումս իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում այս պահին չի արձանագրվել։ Ռուսական կողմը հայկական երկաթգծի կոնցեսիոն իրավունքներից հրաժարվելու եւ այն երրորդ կողմին փոխանցելու համար սահմանել է $250 միլիոն կամ ավելի քան 900 միլիոն դրամի նախնական գին։ Հայաստանի իշխանությունները դիտարկում են կառավարումը այլ երկրի հանձնելու հնարավորությունը, քանի որ ներկայիս իրավիճակում, երբ ռուսական հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը գտնվում է պատժամիջոցների տակ, երկաթուղային տրանսպորտով դեպի Եվրոպա արտահանումներ կազմակերպելն ու լոգիստիկ նոր շղթաներում ինտեգրվելը դարձել է գրեթե անհնարին։ Պաշտոնական Երևանը հակված է գտնել այնպիսի գործընկեր, որը կկարողանա ապահովել անարգել ելք դեպի արևմտյան շուկաներ եւ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Այս ամենի ֆոնին Ռուսաստանը նախազգուշացնում է, որ բացի հիմնական գումարից, նոր գնորդը ստիպված կլինի միլիոնավոր դոլարներ ներդնել քանդված հատվածների վերականգնման համար, իսկ Հայաստանի համար ԵԱՏՄ տնտեսական գոտուց դուրս գալն էլ կարող է հանգեցնել բեռնափոխադրումների կտրուկ նվազման եւ լրացուցիչ տնտեսական կորուստների։ Ռուսական պետական անկեղծ նշան մակնշման համակարգն արգելափակել է ջերմուկ-հանքային ջրի խմբականակների վաճառքը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ի եւ մարտի 5-ի արտադրանքներին։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է, որ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գրությունն է պարտադիր չափորոշիչների խախտումների մասին։ Տեսչական մարմինը նաեւ հայտնել է, որ Դաշնության պատկան մարմիններից որևէ գրություն առայժմ չեն ստացել։ Ձեռնարկվել են միջոցներ իրավիճակը պարզաբանելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Իսրայելի զինված ուժերը Լիբանանի հարավում շարունակում են հարվածել Հեզբոլա շարժման ենթակառուցվածքներին։ Ավելի վաղ Հեզբոլայի ղեկավարը կոչ էր արել Լիբանանի իշխանություններին զերծ մնալ միակողմանի բանակցություններից։ Այս ամենին զուգահեռ Մոսադի տնօրենը հայտարարել է, որ Իսրայելը ստացել է իրանական ռազմավարական եւ մարտավարական հետախուզության տվյալները։ Իրանական կողմը դեռ չի արձագանքել։ Իրանի ղեկավարները հասկանում են միայն ռումբերի լեզուն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թեև նա ցանկանում է խուսափել ուժ կիրառելուց, Սպիտակ տան աղբյուրները իրենց ղեկավարին նկարագրել են որպես վճռական առաջնորդի, ով չի պատրաստվում նահանջել։ Այս դիրքորոշումը հաստատել է նաև էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, հայտարարելով, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի միջուկային զենքից վերջնականապես հրաժարվել։ Վաշինգտոնի համար այս հարցում կոմպրոմիսներ
ցույցեր չկան։ Իրանը պետք է մոռանա միջուկային տերություն դառնալու հավակնությունների մասին, ասել է նա։ I'm curious what was going through your mind. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին համեմատել է աշխարհակործան սպառնալիքի հետ, Հորմուզի նեղուցն անվանելով միջուկային զենքի տնտեսական համարժեքը։ Ըստ պետքարտուղարի Թեհրանն այսօր ռազմավարական ջրուղին օգտագործում է որպես գործիք ամբողջ աշխարհի դեմ եւ բացահայտ հպարտանում դրանով։ Ռուբիոն նշել է, եթե այս վարչակարգը ձեռք բերի իրական միջուկային զենք, ամբողջ տարածաշրջանը պարզապես պատանդ կդառնա նրանց ձեռքում։ Բացի այդ, անդրադառնալով ընթացիկ ռազմական իրավիճակին, պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների արդյունքում Իրանն արդեն իսկ սպառել է իր հրթիռային պոտենցիալի մոտավորապես կեսը։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան ժամանել են Միացյալ Նահանգներ։ Սա բրիտանական միապետի առաջին այցն է 2007 թվականից ի վեր։ Չարլզին եւ իր տիկնոջը դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Այս պետական այցը տեղի ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։ Անցյալ շաբաթ Թրամփը BBC-ին հայտնել էր, որ այցը միանշանակ կարող է օգնել երկրներին կարգավորել հարաբերությունները։ Թագավորական ընտանիքը ԱՄՆ-ում կգտնվի մինչև ապրիլի 30-ը։ Չարլզ III-ը կոնգրեսի առջև ելույթ կունենա այսօր, ապրիլի 28-ին։ Սա պատմության մեջ երկրորդ նման ելույթն է լինելու։ Առաջինը կոնգրեսում ելույթ է ունեցել թագուհի Եղիսաբեթ II-ը 1991 թվականին։ Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել կառուցվող շենքերից մեկում։ Դեպքի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Փրկարարներին հաջողվել է տարհանել ավելի քան 21 մարդու։ Հրդեհի բռնկման պատճառը մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել։ Տուապսեի նավթավերամշակման գործարանն անօդաչուների հարձակումից հետո կրկին կրակի մեջ է հայտնվել։ Քաղաքի վրա սև ծխի հսկայական շերտ է, իսկ մոտակա թաղամասերի բնակիչները շտապ տարհանվել են։ Սա նույն գործարանն է, որի հրդեհը հազիվ հանգցրել էին անցած շաբաթ։ Տարածաշրջանում սև անձրևներ են տեղում, իսկ նավթամթերքը լցվել է ծովն ու գետերը։